Երեք ուրբաթ գիշեր մնացի մամայիս տուն sleep over անելու հայերենը չգիտեմ։ Ուրեմն առավոտյան շուտ դուրս եկա, որ գամ իմ տուն, որ լվացք անեմ, շաբաթ օրերը իմ լվացքի օրն է։ Ասցի նախքան freeway մտնելը կանգնեմ մի հատ քաֆի վերցնեմ ու կանգնեցի McDonald-ը, որ գտնվում է Glenox Boulevard-ի եւ Western Avenue-ի անկյունում։ Երբ որ իմ հերթը հասավ, քաշերը ինձ ասավ, ուրեմն drive-thru-ի մեջ էի, մեքենայի մեջից էի օրդեր անում, քաշերը ասավ $3.50 ու կողքից կար, ասեց լիքը մանր փողեր, coin, ու սենց վերցրեցի ու տվեցի այդ տղային, ինքը չհաշվեց էլ, դրեց մի կողմ, հետո շատ հարգալից ու ժպիտով ու շատ քաղաքավարի ձևով ասավ, it's okay, գնացեք, անգլերեն էր խոսում։ Ինքը այնպես վերաբերվեց, որ ես չնեղվեմ, երևի մտածեց իմ մոտ գումար չկա կամ ինչ որ շատ հարգալից մոտեցավ, որտեվ գիտեք մարդ կա մինչև վերջի սենթնել ուզում ա, չէ։ Ու սպասում էի, որ իմ հերթը հասնի, կողքի պատոհանին ինքը կանգնած էր, ասացի անոնտ ինչ է, անգլերեն էինք խոսում, ասավ ամերիկյան ստայլով, ասավ Տիգրան։ Ասացի Տիգրան հայ ես, ասավ այո, ասացի ծնողներիդ որտեղից են, ասավ Հայաստանից։ Ասացի թույլ տուր ես քեզ մի հատ թիպ տամ ու մի հատ $20 տվեցի իրան, ինքը չէր ուզում ընդունել, ասում էր no, it's okay, no։ Ինչի եմ ես կիսվում ձեզ հետ, որ այն մարդիկ, այն մանավանդ երիտասարդները, երեխաները, եթե մի հատ դրական վարք են ցույց տալի, եթե մի հատ դրական գործ են անում, պիտի որ գնահատվեն։ Այդ $20, $100, $1000, 20 տարի հետո մեր կյանքում ոչ մի դեր չունի, բայց մեծ դեր ունի այս երեխայի կամ երիտասարդի կյանքում, որ մի օր միտեղ պատմելու է, որ իմ դրական վարքի համար մի հատ կին ինձ թիպ տվեց։ Եվ ինքը կքաջալերվի, որ նույնը մնա, որ հարգանքով վերաբերվի, որ քաղաքավար լինի։ Ուրեմն գնահատենք այն երիտասարդներին, որ հարգալից են, բարի են։ Thank you, Tigran.